այժմ ձեզ համար օրինակ անխտեսել էր, սպասել էր Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ճիշտ ասած ոչ։ Ոչ։ Չէի սպասում, որ մեր մոտ քաղաքական երիտասարդ ես լրիվ համոզված չեմ, որ կարող քրիտիկական Մեզ մոտ լույս է բացվել ասելով ինչ նկատի ունեք մասնավորապես։ Ասացի, որ արդեն մենք իրոք ունենք շարունակություն, մենք քաղաքական հակառակություն, որում շատ լավ երիտասարդներ, գրագիր, բաղձեր, Պարոն Ազիզյան, կմիանա արդյոք Ծառուկյան դաշինքը նաև երկրորդ փուլին պայքարի, որովհետև երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են հանրապետականին առհասարակ հեռացնել։ Դուք կմիանաք նաև այս պայքարին։ Մի քանի վաղվա 11-ին հանդիպելու են այդ բանակցություններից հետո որոշակի։ Այսինքն դուք հիմա չգիտեք հստակ որն է։ Այսինքն դուք միանում եք ինչին երեք, երբ որ հայտարարություն եք տարածում, որ միանում եք համաժողովրդական պայքարին։ Բարգավաճ Հայաստան, Ծառուկյան դաշինքը միշտ էլ եղել է ժողովրդի կողքին։ Հա, հիմա կշարունակի ժողովրդի համար պայքար, որպեսզի հեռացնի հանրապետականին։ Չէ, մենք ինչ-որ մեկին հեռացնելու համար չենք, մենք միշտ եղել ենք ժողովրդի կողմից։ Նպատակը դա է, պարոն Ազիզյան, հանրապետականին հեռացնել։ Ցույց կտա ժամանակը։ Ժողովուրդը պետք է թեկնածու առաջադրի վարչապետի։ Միշտ ապեք, մի օր մնաց, սպասեք, վաղ այդ բանակցությունների ընթացքում ամեն ինչ հստակ կլինի բոլորը։ Պարոն Ազիզյան, իսկ ինչու ի սկզբանե չէիք միանում շարժման, նկատեմ հանրահավաքներին, քայլերթերից ազգային խմբակներից որևէ մեկին չէինք տեսել։ Նկատի ունեմ պատգամավորներին, ձեր մյուս խմբակցության գործընկերներ, ձեր խմբակցության մյուս ամեն մեկն էլ մի բան արել է, երբ որ երեք զանգահարեցին, մեզ ասեցին, որ անպայման գա արտահերթ լիստա, որպեսզի